ընդունիր ես մատանին որպես իմ սիրո խորհրդանիշ։ Ու թող բոլորը իմանան, որ սիրում եմ քեզ։ Վերջին զանգ։ Նախագիծ, որ հեռարձակման առաջին իսկ օրից գրավեց հեռուստադիտողին։ Նախագիծ, որ գրանցեց բացառիկ հաջողություններ։ Տիեզերական անխախտ օրենքը գործում է։ Ցանկությունն ու աշխատասիրությունը բացում են օրհնության դռները։ Մեզ համար այդ դուռն իսկապես բացվեց։ Վերջին զանգը մեկնարկման պահից հարթեց իր ճանապարհը։ Սիրվեցին ու ընդունվեցին հերոսները։ Սյուժեն հետաքրքրական էր ու գրավիչ։ Մարդկանց աշխատանքային բոլոր օրերի երեկոյան այդ ժամանակահատվածն անցնում էր էկրանների դիմաց Արմենիա հեռուստատեսության հետ։ Այդ մասին էին վկայում վարկանիշային անկախ ցուցակներն ու արդյունքները։ Ուրեմն շուրջ 1 տարի է մենք ապրում ենք մի իրականության մեջ, որը կոչվում է վերջին զանգ։ Ու այդ իրականությունը այնքան դարձել է մեզ համար հարազատ, մանավանդ իմ ու Ռոբի համար, որովհետև մենք բարմենավորում ենք գլխավոր հերոսու ծնողներին, ու ես էլի եմ ասում, որ ես եմ ծնողը, շատ ժամանակ դաշը սյոմկեքի ժամանակ ես ներվային անում եմ, որ Աննային մամա է ասում, բայց դե հասկանում եմ։ Հալա վերջում սկսես մամա ասել եմ, այդ միջևը չի ասում։ Կապ չունի, մեկ այս եմ իր մաման։ Ես ասեմ, որ շատ տխուր եմ հիմա, բայց տխուր եմ, սպասի մի րոպե խոսում եմ։ Սոսին ասում է սոս, ինձ ասում է պապա։ Հա, լավ, դու եկա մարդ ես։ Շատ մեծ մարդ ես, կարող այսօր վաղն Պապա եմ, պապա։ Ամենուր դերասանական անձնակազմից ու ստեղծագործական թիմից ցանկացած մարդ հայտնվում էր հեռուստադիտողների հարցերի տեղատարափի տակ։ Սոսը չի մահացել, չէ՞։ Աննան Սոսի հետ կամուսնանա, երբ պարզ կլինի, որ Անգելինան Սոսի ու Աննայի դուստրն է։ Միքայելն ինչու չի բաժանվում Աննայից։ Եվ այլ տարատեսակ հարցեր, որոնք հանգիստ չէին թողնում մարդկանց։ Իսկ դա նշանակում էր, որ մենք դարձյալ հեռատես ենք գտնվել ու դիպուկ հարվածը հասցրել ենք ուղիղ նշանակետին։ Արի։ Պապասա։ Չես։ Իմ արամ, առաջին Որքուրս, հա։ այո, գնաց։ Բներեք։ Շուտ տուն կգաս։ Չնայած նրան, որ կարճ ժամանակով եմ հանդես եկել հեռուստասերիալում, բայց երբ գնացի Ռումինիա, ուսումս այնտեղ շարունակելու, հանդիպեցի հայկական համայնքի հետ ու նույնիսկ այնտեղ ինձ ճանաչեցին որպես սոս։ Երբեմն ինքս եմ զարմանում իմ եւ իմ թիմի կարողությունների վրա։ Նախորդ հեռուստասերիալը Մոխրոտի երազներն ավարտելուց ընդամենը 1 շաբաթ անց վերջին զանգն արդեն եթերում էր, իսկ դա ենթադրում է գիշեր ու զոր լարված աշխատանք սցենարիստից մինչև օպերատոր, մոնտաժողներից ու օգնականներից մինչև դերասանական անձնակազմ։ Մոխրոտի երազներից հետո մտածում էինք, որ շատ արագ իրականում եթե մի քիչ ժամանակ անցներ, այդքան մտավախությունը շատ չէր լինի, բայց որովհետև շատ արագ մի կերպարից մյուսը անցումը շատ արագ էր, ընդամենը մի քանի հանգստյան օր ենք ունեցել ու միանգամից սկսվել է այս նախագիծը։ Իհարկե վախ կար, որ չի ընդունվի, չի ընկալվի ու պիտի ասեմ, որ սկզբնական շրջանում հենց տենց էլ կար, որովհետև առաջին այդ սերիաներից հետո ես զգում էի, որ մարդիկ իմ մեջ հələ փնտրում են այն կերպարը, հա, իրանք ուզում են, որ ես հիմա տենց խոսեմ, ինչ որ այդ իրանք ման էին գալիս այդ կերպարը, բայց ես համառորեն մերժում էի այդ ու ժամանակի ընթացքում դա փաստորեն աշխատեց ու հինը մոռացվեց ու եկավ նորը ու հետո իրան սկսեցին ընկալել ու վերջում երևի թե արդեն սիրել։ Ճիշտ ասում պապին։ Մենք որոշել ենք, որ դու պիտի ոնց։ Չէ, չենք որոշել։ Ինչ դիետա, որ մտանք, ինչ էր անում, մոչի չէին խեղդում։ Ձեզ Միքո, ես ասելու։ Դադար չկար, բայց չկար նաև հոգնություն։ Որոշեցինք եւ գործի անցանք, իսկ արդյունքը փաստեց, որ ամեն ինչ կատարվեց պատվով ու հավուր պատշաճի։ Վերջին զանգում կար ամեն ինչ՝ դրամա, լավատեսություն, կորուստ, ողբերգություն, սեր, դավաճանություն, կարոտ, վրեժ,
նենգություն, հավատարմություն։ Մի խոսքով, այն ամեն ինչ հանդիպում է մեզ, այն ամեն ինչ կյանքն է իր դրական ու բացասական կողմերով։ Իսկ մարդուն պետք է իր շոշափելի պատմությունը։ Я шоколадный заяц. Սուրբ օջախա, ասացինք կարաս գասնաս, չասացինք վագզալա ու մասս կարաս մտցնես տեղաշորիս մեջ։ Եթե անկեղծ լինեմ, վերջին զանգի սյուժեի շուրջ երկար չենք մտածել։ Ինչպես ասացի, այդ անելու ժամանակն անգամ չունեինք։ Բայց կարծես փորձը վկայում է, երկար բարակ չմտածելու պարագայում շատ ավելի լավ արդյունք է լինում, որովհետև գործում է նորին մեծություն, ենթագիտակցությունը, որին հաջորդեց հեռուստադիտողի բուրն ու դրական արձագանքը։ Հետաքրքիր դինամիկ զարգացումներով հերթական սյուժետային ինտրիգներով լեցուն հեռուստանովել էր, որը կարծում եմ ստացվեց։ Ես չի, որ պիտի գնահատական տամ, այն մարդիկ, ովքեր 1 տարի շարունակ գամված էկրաններին նայել են մեզ, շնորհակալություն, ապրեք։ Մենք հետևել ենք, շնորհակալ ենք ձեր ջերմ խոսքերի, այն լավ գնահատականների, բարեմաղթանքների համար, ապրեք։ Մեծ մասը ասում են, որ չսոսի հետ պետք է անան միանար, որովհետև ների շղթակար, ով նայել է առաջի սերիայից, կարծում եմ հետևողականա ու գիտի ինչի համար են կողմ, որ սոսը Աննայի հետ միանար, որովհետև արդարությունն էր դա։ Ինչ որ մաս ասում էր մարդկանց, որ չէ Միքայելի հետ պիտի մնար, որովհետև զավակներ ունեին։ Ու այս կռվախնձորը կարծես թե չէր լուծվի, եթե չլիներ Դիանա Գրիգորյանի մոտեցումը, թե սրան ինչ լուծում պիտի տրվի։ Ու տրվեց այն ինչը, որ երևի թե նպատակահարմար էր, ճիշտ էր, գիտակցաբար, բարոյական, բոլոր մոտեցումները։ Վերջին զանգը մեզ համար դարձավ ոչ թե հաշվարկված ու սառը կոնցեպտի արդյունք, այլ մի կենթանի գործընթաց, որտեղ որոշումները ծնվում էին քննարկումների ժամանակ։ Իսկ դա հենց ազնիվ ու ուղիղ ճանապարհն էր դեպի հանդիսատեսը։ Անետի կերպարը ի տարբերություն իմ խաղացած մյուս կերպարների, որոնք շատ հաճախ եղել են բացասական, բառիս ամենաբուն եւ ամենալայն իմաստով մարդու մասին էր, որովհետև Անետը այս սերիալում կոնկրետ ներկայացնում էր մարդուն, ով անփոփոխ է, ով ազնիվ է, ով մարդասեր է։ Իրականում մեր զույգը որպես զույգ շահեց այս սերիալում, որովհետև առանձին երկուսից կերպարներն էլ հա սիրված էին, բայց ոչ այդքան, ինչքան որ դարձան զույգով, որովհետև կոնկրետ ինձ բոլորը, ովքեր սիրում էին Հենրի Անգելինա զույգին, ասում էին հանգիստ թող Հենրի, ինչ ես տեսնում, ինքը քեզ չի սիրում, ոնց կոմենտներով վատ բաներ էին ասում, իրան էլ չէին սիրում, որովհետև դավաճանել էր Հենրիին, բայց երբ որ դարձանք զույգ կերպարային, երկուսից կերպարն էլ ավելի շատ սիրվեց, ես զգում էի, որ մարդիկ սպասում են մեր տեսանեն, որովհետև ասենց գժոտ, ամենաուրախ, պոզիտիվ տեսարաններն էր։ Դժվար կերպար էր ինքը ինձ համար, ինչի, որովհետև իր մեջ խառնուրդ կար, դրականի և բացասականի, արդարության համար պայքարողի, անձնական երջանկության համար առճակատման գնալու։ Մի խոսքով, շատ խիտ էր ինքը ու իրեն բացել է այս ամիսների ընթացքում, կարծում եմ ստացվել է։ Որոշեցինք սյուժեն բաժանել երկու ժամանակահատվածի, անցյալ ու ներկա, ինչը բնականաբար ենթադրում էր համարյա երկու տարբեր դերասանական կազմ, իսկ դա իր հերթին նշանակում էր կրկնակի բարդ քասթինգ, որը պատվով իրականացրինք ու ընտրեցինք մեր կերպարներին համապատասխան տաղանդաշատ ու վաստակավոր դերասանների։ Լիլիթն է,
ումից շատ բան սովորեց այս Լիլիթը, որովհետև ամեն ինչ սկսվում է մանկությունից, իսկ քանի որ մանկության Լիլիթի մարմնավորում էր Մանեն ու շատ լավ դերակատարում էր, ես շատ ժեստեր վերցրել եմ հենց Մանեից, առաջին անգամ որ իմացա պետքա խաղամ վերջին զանգում հենց Լիլիթի կերպարը, ուզեցի տեսնեմ ով այդ աղջիկը, այդ ոնց է խաղացել, բավականին լավ էր իմիջիայլոց առաջին քայլերի համար ասեմ, գովում ընտես։ Ուրեմն ուսումնասիրեցի այդ մի 5 սերիան նայեցի, ինչ որ ժեստեր ուներ հետաքրքիր, որ սենց ինչ որ կատաղում էր, սենց բաներ էր անում։ Դիմային ջղաձգումները այդ լրիվ ընտիր վերցրել ես։ Հա, ստացվել է մոտս։ Այո։ Դերասանների ճիշտ ընտրությունը թույլ տվեց ոչ միայն ավելի հստակ սահմանազատել ժամանակներն ու դրանից բխող դետալները, այլև յուրաքանչյուր կերպարի զարգացման ճանապարհը դարձնել տեսանելի ու համոզիչ դիտողի համար, անկախ տարիքից ու կյանքի փուլից։ Երկու իրարից անցյալով ու ներկայով տարբերվող պատումներում դերասանների միջև ստեղծված ներքին կապն օգնեց պահպանել կերպարների ամբողջականությունն ու ապահովել սյուժեի հուզական շարունակությունը։ Ես սկզբից Միքայելի կերպարի համար եմ ընտրվել ու շատ եմ սիրել իրականում Միքայելի կերպարը, ցանկությունս մեծ էր նաև որ շարունակեմ, բայց հենց որ իմացա որ նաև իր տղայի կերպարն եմ ոնց որ խաղալու, այդ իմ համար ավելի մեծ պարտավորություն էր, ավելի մեծ պարտականություն էր, որ ես կարողանայի ավելի ճիշտ ու ավելի հետաքրքիր ձևով մատուցվեի։ Ոչ բան չեմ ուզում հետաձգեմ, մի դայակը մեր տան դայակը, թորանս որ նայում է, ինքը պետք է գնա։ Խես, Չէ, 1000 անգամ կներեք, վակի։ Հա, իդեալական է հալալ, բայց ասում եմ մոտ երկ մեր կազմակերպի գոնե նորմալ քեֆ ուրախություն անենք, թե չես իշ տուխլի ենք նստած բրատ։ Ես ավելի համառ գտնվեցի, քան իմ քույրը, պայքարեցի, ամեն ինչի բոլորին դրեցի մի կողմ, ասեցի գնում եմ դեպի սեր, պիտի հասնեմ անպայման յուրաքանչյուր գնով եւ ինչ որ չափով, ինչ որ տեղ հասա։ Լավ արեցի։ Նախ 1000 անգամ Աննայի հետ վեճերի ժամանակ Լիլիթը ասում է իրան, որ քո թուլամորթության պատճառով է, որ ես այսօր գործում եմ, որ ես հասել եմ այս կետին, իսկ դու հրաժարվեցի շատ արագ քո սիրուց։ Եթե դու ինձ նման պայքարեիր մինչև վերջսոսի համար, ապա միգուցե ես զիջեի։ Ու քանի որ այդ պայքարը Աննայի մոտ չկար, հաղթեց Լիլիթի սերը։ Արդյունքում անցյալն ու ներկան ոչ թե հակադրվեցին, այլ սկսեցին երկխոսության մեջ մտնել, լրացնելով, բացատրելով եւ երբեմն էլ վերաիմաստավորելով միմյանց, ինչի շնորհիվ սյուժեն ձեռք բերեց ավելի խոր շերտեր, իսկ դիտողը հնարավորություն ստացավ միևնույն կերպարին ճանաչել տարբեր դիտակետերից, զգալով ժամանակի անցման ազդեցությունը մարդկային ճակատագրերի վրա։ Ես շատ պատահական ստացա առաջարկը, ուղղակի ինձ զանգահարեցին, ասեցին մի խոսքով պիտի գաս։ Ես էլ ասացի բնականաբար կգամ, եկա ու ընդհանրապես ոչ մի օր չեմ փոշմանել, որ եկել եմ, որովհետև ծանոթացել եմ շատ լավ մարդկանց հետ։ Շնորհակալ եմ։ Էլի ասա, կրկին։ Աշխատել եմ հիանալի դերասանների հետ։ Ու շատ սիրում եմ բոլորին։ Ես պատահական ինձ չզանգեցին, կանչեցին, ես եկա քաստինգի մասնակցեցի, հաջորդ օրը Դիանա Գրիգորյանը զանգահարեց, ասաց, որ անցել եմ, այդպես հայտնվեցի։ Ճիշտն ասած, այս պրոյեկտը եկել եմ շատ պարզ պատճառով, կինս առանց ինձ ասելու նկարներս ուղարկել էր TV ու ընտրվեցի։ Ուրեմն ժողովուրդ ջան, 2014 թվականից սկսած գալիս էի Դիանա Գրիգորյանի մոտ քաստինգի ու միշտ չէի ասում, թե ինչի չէի ասում, չգիտեմ։ Այս վերջի զանգ հեռուստասերիալից առաջ նույնպես եկա արդեն հոբելյանական 10-րդ տարին։ Եկա ու մտա այդպես էլ ասեցի ժողովուրդ ջան, արդեն 10 տարի է ձեր մոտ չեմ ասնում, անկեղծ ասած հույս էլ չունեմ, բայց դե եկել եմ, որ իմանամ, որ եկել եմ։ Ու ի զարմանս ինձ 10-րդ անգամ ստացվեց։ Զանգարեցին, ասեցին, որ քաստինգը անցել ես։ Հիմա այսքան ինչ եմ ասում, որ բոլոր այն դերասանները, որ գնում են 1-2 քաստինգ ու միանգամից հիասթափվում են, վայ, չանցանք, էլ չենք գնա, չէ, գնացեք այնքան միջև որ անցնեք։ Իրականում իմ համար մեծ փորձություն էր այս ամեն ինչը, որովհետև գալիս էի մի անծանոթ միջավայր, որտեղ որ
ամեն ինչը իմ համար նոր էր, ճիշտ է, ես փորձ ունեցել եմ, բայց սերիալում առաջին անգամ էր ու քանի որ Դիանա Գրիգորյանի սերիալն էր, արդեն իսկ վստահություն էր ներշնչում այդ ամենը ու մտածեցի ինչու ոչ, կարելի է փորձել։ Սա իմ երկրորդ համագործակցությունն էր Դիանա Գրիգորյանի հետ, որի համար ամբողջ կյանքում շնորհակալ եմ լինելու, որովհետև երբեք չէի կարող պատկերացնել, որ Ֆայնայի կերպարը այսքան կհաջողի, եւ ես պարբերաբար կվայելեմ հեռուստադիտողի սերը, գնահատանքը, ջերմությունը։ Իմ առաջին փորձն էր հեռուստասերիալում, չէի պատկերացնում, որ կստացվի, երբեք չեմ պատկերացրել, որ կհայտնվեմ հեռուստասերիալում։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Գնես։ Երբեք չեմ պատկերացրել, որ մի օր կնկարվեմ սերիալում, էկրաններով ինձ կտեսնեմ, չէի կարողանում դերից մեջ մտնել, որովհետև ես անընդհատ ասում էի Էլիս, պատկերացրու, որ դու իրական կյանքում սենց աղջիկ ես, բայց հետո հասկանում էի, որ ես իրական կյանքում չէի կարա տենց լինեի, որտեղ չսիրված լինեի ու միշտ այդտեղ լինեի, ինձ բոլորը չէին սիրում, բայց ես նենց էի անում, որ ինձ սիրեին։ Արհեստավարժ դերասանների ընտրությունն ինչ որ չափով ծանրացրեց մեր գործը, չէ՞ որ ցանկացած գիտակ, արդեն վարպետացած դերասան ունի մեծ պահանջարկ ու խիստ զբաղված գրաֆիկ։ Մենք նախապատվությունը տվեցինք դժվար, բայց որակյալ արդյունքին։ Նկարահանման հրապարակում ձևավորվեց մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր մանրուք կարևոր էր, իսկ պատասխանատվության զգացումը բոլորինը։ Փորձի, մասնագիտական ճշգրտության եւ կերպարի հանդեպ խորքային վերաբերմունքի համադրությունը թույլ տվեց խուսափել պատահական կամ չտրամաբանված լուծումներից ու մակերեսային խաղից։ Մենք միշտ խոսում ենք արտիստների մասին, ովքեր որ էկրանից երևում են, բայց կա հսկայական մի մեծ խումբ սցենարական Դիանա Գրիգորյանի գլխավորությամբ նկարանող խմբերը, երկու հզոր նկարանող խմբեր, խի հզոր, հիմա կասեք երևի չափազանցնում է, բայց չէ իսկապես անասելի դժվար աշխատանք են տանում իրենք ու կադրում իրենք չկան։ Այն լավ ռեզուլտատները, այն հետաքրքիր տեսարանները, որ հեռուստադիտողը տեսնում է, դա միայն արտիստի շնորհը չի, դա անձնակազմի շնորհն է։ Գարդերոբին շատ եմ սիրում։ Ապրես։ Իրային է շատ։ Ես ջաջրոբն եմ, ինքը պրոստը ուղակի իրա էր։ Չէ։ Բայց դու ձաձես բադ։ Ոչ չեմ ասում։ Հələ փորձես ասում։ Լավ գնա մենք ենք խոսում, գնա, վայ։ Ես շատ ուրախ եմ, ես երջանիկ եմ, որ իմ կյանքում նոր մարդիկ հայտնվեցին, որոնց ես ընդունեցի իմ հարազատի պես։ Դա կլինի օպերատորներ, զվուկավիկներ, էական չի, բոլոր ամբողջ խմբի մասին է խոսքը, հիանալի խումբ էր, հիանալի։ Ես ինձ շատ հանգիստ էի զգում նկարահանումների ժամանակ, շատ հանգիստ։ Ինձ իրականում ամենաշատը հարցնում են ինչ ես տանջում այդ աղջկան։ Ինձ էլ էդ ինչ ես տանջում այդ տղան։ Ուսումը նույն մարդիկ էլ այդ հարցը տալիս են մեծ։ Այնքան լավ բաներ եմ լսել, այնքան լավ խոսքեր եմ լսել, որ այդ մենակ պարտավորեցնում էր ու առաջ գնալու ցանկություն էր տալիս մենակ։ Մեր հեռուստադիտողը ամենալավն է, շատ լավն է, շատ մեզ շատ է օգնել։ Վայ, Անետ։ Վայ, Անետ։ Վայ, Անետ։ Թերևս ամենահետաքրքիր ժամանակահատվածն այն էր, երբ նկարահանման ընթացքում հասցրինք մեկը մյուսի հետևից ամուսնացնել մեր գլխավոր հերոսներին, Լևոնին եւ Ռոզային։ Այ ամուսնությունների թեման իսկապես պայթեցրեց համացանցը։ Մենք մի շաբաթ տարբերությամբ, մի շաբաթ։ Ամսի 27-ին, 29-ին ես, 29-ին, մի շաբաթ, ուղիղ մի շաբաթ։ Մենք ամուսնացանք մի շաբաթ տարբերությամբ։ Բայց այդ մեզ բացարձակ չխանգարեցին։ Ես նույնիսկ քո հարսանիքին լինելու խաթր ուշ եմ գնացել Մեղրամիս, այդ էլ նշենք։ Այո, հեռուստադիտողին ենք ասում դա։ Այդ որ իմանան, արդիկ այո։
Ինձ ընդհանրապես ճիշտն ասած իմ ամուսնությունը չխանգարեց, հակառակը օգնեց, ես ավելի հանգիստ էի, ավելի ազատ էի, ավելին ասեմ, իմ ամուսինը ինձ իմ յուրաքանչյուր տեսարանից հետո ուղղորդում էր, ոնց է կարելի, ոնց չի կարելի խաղալ, ինչն է ճիշտ, ինչն է սխալ, ինչն է իրական, ինչն է անիրական, ես ոչ մի դժգոհություններ չունեմ, իմ ամուսնությունը իմ կերպարի հաջողության գրավականներից մեկն էր, այսպես ասեմ։ Լևոնի եւ Ռոզայի ամուսնությունը կարճ ժամանակահատվածում վերածվեց լայն քննարկման թեմայի, որն արծարծվում էր ամենատարբեր հարթակներում, ուղեկցվելով երբեմն հակասական ու տրամաբանությունից դուրս ենթադրություններով, երբեմն էլ անկեղծ ու ջերմ մաղթանքներով։ Արձագանքների նման բազմազանությունը վկայում էր մի կարևոր հանգամանք։ Նրանց մարմնավորած Հենրին ու Անգելինան այնքան կենթանի ու համոզիչ էին դարձել, որ դիտողը ընկալում էր ոչ թե որպես էկրանային հերոսներ, այլ իրական մարդիկ, որոնց ճակատագրի հանդեպ անտարբեր մնալն ուղղակի անհնար էր։ Ես կարծում եմ, որ կա ամեն դեպքում սենց սեր, ուղղակի պիտի հավատաս այդ սիրուն, պիտի այդ սիրո մեջ լինես, պիտի զգաս այդ սերը, երբ որ դու ուզում ես զգաս, այդ սերը հայտնվում է։ Հա, դեպքերը շատ են։ Իմ դեպքում հենց այդպես պատմական, հետաքրքիր, հեքիաթային սեր ասվածը չի եղել։ Մենք սիրել ենք իրար իմ ամուսնու հետ, մենք շփվել ենք, հետո ամուսնացել ենք եւ այլն, բայց հա հետաքրքիր էր պատմությունը եւ այլն, բայց զոհաբերությունը եւ այլն այսպես ուռճացված չի եղել, ինչպես որ մեր պրոյեկտում էր, բայց ամեն դեպքում պատմություններ նմանատիպ ամեն դեպքում լսել եմ։ Միանշանակ կա տենց սեր, որը կարա այդքան դժվարություններ ու շատ անելանելի վիճակներից դուրս բերի։ Եզակի դեպքեր են այդպիսիք լինում, բայց լինում են։ Միանշանակ, համաձայն եմ Ռոզայի հետ։ Խոսելով վերջին զանգի մասին, չեմ կարող չանդրադառնալ այն մարդկանց, ովքեր խոշորացույցն առած փնտրում ու գտնում էին մեր վրիպակները, մոռանալով, որ նույնիսկ երկար տարիներ նկարահանվող աշխարհահռչակ գեղարվեստական ֆիլմերում մեգա աստղեր համարվող կինոռեժիսորներն ու նրանց ստեղծագործական խմբերն են գրանցել բազմաթիվ բաց թողումներ։ Մեր վրիպակների վերաբերյալ եկեք մի փոքրիկ հաշվարկ կատարենք։ Գուցե դժվար է պատկերացնել, բայց սցենարական թիմը մեկ շաբաթվա ընթացքում գրել է մոտավորապես 180 էջ։ Նկարահանող խումբն ու մոնտաժողները յուրաքանչյուր շաբաթ տրամադրել են եթերային արդեն պատրաստի 200 րոպե նյութ։ Եվ սա այն պարագայում, երբ նկարահանման հրապարակում դադար տալու ոչ ժամանակ է լինում, ոչ էլ հնարավորություն։ Սա արդարացում չէ, այլ բացատրություն բոլոր նրանց համար, ովքեր անտեղյակ լինելով գործի ծավալին ու բնույթին, փորձում են մաս փնտրել ամենասովորական հավքիթների մեջ, մեր հաշվին դիտողականություն ապահովելով։ Այս ինչ հիմարություններով է սերը խոսքելու խալեցրել։ Ես ոնց հասկացա Հերին գիտի, որ ես կոմայրն եմ, բայց ոչ իր երեխային։ Մամ։ Մամ։ Պատկերացնում եմ։ Մամ։ Սպորտիկ։ Ուր ես գնում։ Հիվանդանոցում եմ մի անհանգստացի մամ։ Բալես եթե ուզում ես կարող ես ռախոսս տվեք։ Արամներ, տեսարան եկավ։ Դե դե չէիք ուզում հայրո աղջիկ, կգնայի ամաններս կլվանայի, կգնայի կպարկեի կքնեի։ Ոչ թե կնստեի ներվերս կքայքայի։ Նիդերքնայի վրես։ Ամանները չես լվացի։ Ցանկացած նկարահանման անբաժանելի ու հետաքրքիր մասն են կազմում չստացված կադրերը, որոնք որոշ ժամանակ անց կորցնում են իրենց լարվածությունն ու հիշվում հումորով, որպես ողջ գործընթացի ամենակենդանի դրվագներ։ Իրոք չեմ հավատում, որ մեր կողմից այդքան սիրված ու հարգված Անտոն Զավենիչը էլ չկա։ Զավենիչը։ Զավենիչը։ Ay, միշտ տավա։ Արամին հայր։ Ստվացիմ։ Առանց իստերիկ նոպաների։ Վերջին անգամ երևի մեկ էլ Ֆայնայից ծնունդին եմ սենց ծնվելուց։ Վերջին անգամ երևի մեկ էլ Ֆայնայի ծնունդին եմ սենց ուրա ծնվելուց։ Վերջին անգամ երևի մեկ էլ սենց Ֆայնայից ծնունդին եմ ծնվելուց։
նշեմ, որ Ֆայնայի կերպարը բավականին նման է իրական Անիին, դա ինձ հնարավորություն տվեց հեռուստասերիալում հեռուստադիտողին ծանոթացնելու իրական Անիի հետ։ Երևի թե միայն այն տարբերությամբ, որ իրական Անին ավելի կենսուրախ, ավելի հումորով, այսպես, իսկ Ֆայնան ավելի մեղմ կերպար էր, չխոսկան։ Ոյ չէ ման։ Ոյ կինան չէ ուղակի։ Ուշադրության արժանի են նաև ինտերնետային հարթակում գրվող մեկնաբանությունները, որոնք երբեմն հասնում են անթույլատրելի սահմանի։ Իհարկե, ուրախ ենք, որ ցանկություն եք հայտնում վերլուծել մեր աշխատանքն ու ստեղծած կերպարներին, բայց հիշեք, որ ցանկացած սեր իր պտուղն է բերում։ Հարկավոր չէ մաղձով լցվել ու աջ ու ձախ վիրավորանքներ հեղել։ Կարելի է մի փոքր հանդուրժող լինել։ Շատ դրական, լավ, մեկնաբանություններ եմ կարդացել իմացային, շատ հավես է իրականում այդ, ես ոգեշնչվել եմ այդ մեկնաբանություններից ու ինձ այդ ուժ ա տվել։ Ես անկեղծ եմ ասում, իմ նախորդ փորձաշրջանից, պրոյեկտից հետո ես ուղղակի ինձ խոսք եմ տվել մի օր հայլու դիմաց կանգնած, որ ես երբեք չեմ կարդալու մեկնաբանություններ։ Հեռուստադիտողը երբեմն չի հասկանում դու ինչ աշխատանք ես տանում, չի հասկանում դու ինչքան ես հոգնում, ինչ ցավ ես այդ պահին ապրում, ինքը քեզ կարանեց վիրավորի, որ դու հետո փակվես ու էլ չբացվես, իսկ ես չեմ ուզում այդ ամեն ինչ հետ առնչվեմ, բայց շատ գնահատում եմ ու շատ հարգում եմ իմ յուրաքանչյուր հեռուստադիտողի տակ կապ չունի բացարձակ մեկնաբանություն կարդալու հետ։ Ես իմացա, որ այդ ապտակի տեսարանը այդպես լայն տարածում է գտել։ Ես երևի շատ ուշ իմացա։ Չգիտեմ ինչի են այդպես լայն տարածել այդ ապտակը, բայց ամեն դեպքում կարծում եմ ապտակը ստեղին էր, որովհետև դա ապտակ էր, որը պետք է տրվեր շատ ավելի վաղուց, բայց ուշացած ապտակ էր դա։ Եվ ես ուրախ եմ, որ թեկուզ ուշացած, բայց այդ ապտակը եղավ։ Ջան, շատ լավ էր։ Լավ է։ Հա։ Մեր հեռուստադիտողները մեզ նենց են հետևում ժողովուրդ, որ մենք ինչ էլ որ նկարում ենք, միանգամից հայտնվում ենք ուշադրության կենտրոնում։ Ու այդ ապտակը չէր կարող իհարկե չլինել, եւ ուշացած ապտակ էր, բայց արժանի ապտակ, բայց ասեմ տեղին էր։ Իհարկե մեղք եմ, ոնց կարելի է ունենալ քեզպես ամուսին ու մեղք չլինել։ Շուտով չես լինի իմ ամուսինը։ Լավ է, բայց ինչ եք այստեղ մնացել։ Գնացեք տուն, եթե ինչ-որ բան լինի, կգամ։ Չէի ասելու։ Բե։ Երկար ամիսների ավարտին ես վստահաբար կարող եմ արձանագրել։ Վերջին զանգ հեռուստասերիալը կայացավ։ Այն նաև դարձավ շատերի համար կայացման ու ճանաչման պատճառ։ Եվ դա ինձ ուրախացնում է, որովհետև երիտասարդ դերասանների համար դառնում ենք ոլորտում նոր անուն ու դիրք ձեռք բերելու խթան։ Ինձ համար սա մեծ ճանապարհ էր, որտեղ ես բացահայտեցի ինքս ինձ եւ շնորհակալ եմ ամբողջ անձնակազմին, սկսած սցենարիստներից, Դիանա Գրիգորյանի գլխավորությամբ, ռեժիսորներից, Սարգսենց թիմից, Արտուրենց թիմից, շնորհակալ եմ բոլորին իրենց արված աշխատանքի համար, որովհետև տեսախցիկի այն կողմում նստած հեռուստադիտողը ուղղակի տեսնում է 40 րոպեանոց հեռուստասերիալ է, իսկ իրականում կատարվում է ահռելի գործ։ Խոսքեր չկան նկարագրելու այն արտիստներին, ում հետ ես աշխատել եմ, իմ համար այդ մեծ պատիվ է, ես ամեն օր սովորել եմ, մենակ սովորել եմ։ Այս մեծ բան է, որը պիտի գնահատես ու հասկանաս, ես երևի թե երևում է, որ գնահատում եմ ու շատ եմ գնահատում։ Մեր բոլոր նախագծերում իսկապես ամենայն անկեղծությամբ շատ բարձր մասնագիտական որակներ ունեցող արտիստներ են աշխատում ու ամեն անգամ նման արտիստների հետ մի ամբողջ տարի աշխատելը դա դպրոց է
իրոք դա դպրոց է, որովհետև դու ամեն օր անընդհատ առավոտից իրիկուն աշխատում ես ու ինչքան լավ խաղընկերների հետ ես աշխատում, այնքան քո մասնագիտական որակները ավելի լավն են դառնում։ Էլի ասեմ, որ մեր ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, թե միջին սերնդի ներկայացուցիչների հետ ու թե երիտասարդների հետ, իհարկե մենք արդեն միջին սերունդ ենք։ Երկու նախագիծ առաջ մենք դեռ երիտասարդ սերունդ էինք։ Հիմա արդեն միջին սերունդը մենք ենք, բայց այդ վատ չի, գիտես, որ ասում են ոնց են ասում, խմիչքը ինչքան հնանում է, այնքան ավելի, չէ։ Այո, մնայուն արժեք է դառնում։ Ահա։ Մերեք չթթվենք։ Եթե չթթվենք, ուրեմն հա, ինչ որ ավելի մի լավ բանի կվերածվենք։ Լավ նախագիծը լավ կոնյակի պես բան։ Հա։ Իրականում շատ պարտավորեցնող էր իրանց հետ խաղալը, որովհետև իրանց եմ նայել, Ստեփանը նույնիսկ իմ դասախոսներից է եղել ինստիտուտում, շատ պարտավորեցնող էր իրանց հետ խաղալը ու ապացուցել է նաև իրանց, որ դու արժանի ես իրանց հետ նույն կադրում լինելու, նույն հարթակում լինելու ու փորձելու ավելի հետաքրքիր ու ավելի լավը սարքել սերիալը իրանց հետ միասին, որովհետև իրանք գեղեցկացնում ու ծաղկացնում էին սերիալը իրանց կերպարներով։ Օրեր շարունակ քնել ու արթնացել ենք սյուժեի զարգացման տրամաբանությունը պահպանելու մտքով, բոլոր կերպարներին տալով գործողությունների պատճառահետևանքային կապն ու գտնելով արարքների արդարացումը։ Ինչու Սոսը չի կարողանում մոռանալ Աննային։ Ինչու է Միքայելն անվերջ ներման արժանացնում Աննային։ Վախենում է Աննան պայքարելուց, թե չի կարողանում դեմ գնալ ավանդական սկզբունքներին։ Արա ով է սրա ձեր մարշչյանը խառնել իրար։ Չհասկացա, բայց ոնց որ կրակոց էր։ Աստված մի արասը։ Չէ, հավաք։ Ուզում կարծումներ, կթած մորակույր։ Թորդե մի արա։ Կթած մորակույր։ Իմ կարծիքով ես ամենադեպս տենց գնահատական եմ տալիս Միքայելը չպիտի արդարացվեր։ Հա, բան չունեմ ասելու, բայց իմ համար այդ ինքնազոհողությունը ինքը իր վրայով չարդարացված էր, որովհետև ինքը պետք է մինչև վերջ իր սկզբունքին հավատարիմ լիներ։ Միքայելի կերպարը արդարացվեց ամենավերջում, ինքը փրկեց Անգելինային, գուցե չփրկեր Սոսին, բայց փրկեց Անգելինային ինչի, որովհետև ինքը իր մեջ ուժ գտավ ու պայքարեց իր որդու սիրո համար։ Եվ ինչպես կկայանար մեր հերթական նախագիծը, եթե չլիներ իմ ստեղծագործական հրաշալի անձնակազմը, որին չի վախեցնում ոչ մութը, ոչ ցուրտը, ոչ աշնանքամին, ոչ էլ ամռան կիզիչ արևը։ Գաղտնիք չէ, որ լավ աշխատանքը սկսվում է ամենափոքր մանրուքներից։ Ճիշտ տեղանքների ընտրությունը կարող է փոխել ամբողջ տեսարանի տրամադրությունը, իսկ անհրաժեշտ ռեկվիզը ուժեղացնել կերպարների բնութագրերը։ Վերջին զանգում այս ամենը իրականացվեց լավագույն կերպով։ Եվ այս ամենի համար հատկապես շնորհակալ եմ Դիանա Գրիգորյանին, որ մեզ հնարավորություն է ընձեռնել, որ ծանոթանամ լավ պարտների հետ, լավ խաղընկերներ ունենամ, շատ լավ ճանաչում ունենամ։ Ես գժվում եմ մեր անձնակազմի, ստեղծագործական անձնակազմի մասին։ Վայ չեմ ուզում առանձին անուններ ասեմ, ես այնքան շատ են այդ անունները, բայց ես խենթանում եմ իրանց համար։ Այսօր երեք, երբ որ իմացա, որ իմ վերջին նկարահանման օրերն են, ես լացել եմ լիքը, որովհետև չեմ պատկերացնում, որ չեմ տեսնելու իրանց։ Ես մի տարի իրանց հետ ամեն օր աշխատել եմ, ամեն օր ես իրանց ավելի շատ եմ տեսել, քան իմ ընտանիքին ու ես գժվում եմ իրանց համար, ոչ թե ուղակի բառեր եմ ասում, այլ ես շատ եմ սիրում իմ ստեղծագործական անձնակազմին։ Ապրեք, որ դուք կաք, ապրեք, որ դուք չգիտեմ, այսքան լավն եք։ Ես ուզում եմ մեծ շնորհակալությունս հայտնել սցենարական խմբին, ադմինիստրատիվ խմբին, նկարանող խմբին, ծավալուն ու բարդ նախագիծը իրենց ուսերի վրա մինչև վերջ առանց տնջալու տանելու համար։ Շնորհակալ եմ բոլորիցդ,
Ես ձեզ բոլորից շատ սիրում եմ, ձեր հետ աշխատելը ուղղակի մեծ պատիվ էր։ Եվս մի էջ թերթեցինք նորի սպասումով։ Մեր ստեղծագործական կենսագրության մեջ գրանցվեց եւս մի ստացված ու հաջողված պատմություն։ Եվ ուրախալի է, որ այն դարձյալ իր ավարտն ազդարարեց տարեմուտին, երբ մարդիկ լցված են հույսով ու երազանքներով։ Ուստի շնորհավորում եմ բոլորիս։ Թող 2026 թվականն իր հետ խաղաղություն, սեր, բարիք ու պտղաբերություն բերի։ Եռնեք թե այս տարին իսկապես վերջ տա հայի ցավին։